Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1431-րդ օրն է։ Բանակցությունների իմիտացիայի եւ ռազմաճակատում ձախողումների ֆոնին Պուտինյան Ռուսաստանը գիշերը կրկին իրականացրել է ուկրաինական քաղաքների զանգվածային գնդակոծություն։ Հարվածի հիմնական ուղղությունը Կիևն էր։ Պուտինը ներգրավել է հարվածի համար ռազմավարական ավիացիա Խ-22, Խ-32 հրթիռներով, բալիստիկ հրթիռներ եւ դրոններ Ուկրաինայի մայրաքաղաքին հարվածելու համար։ Բացի Կիևից հարձակման են ենթարկվել նաեւ Խարկովը, Սումին, Դնեպրը, Չեռնիգովը եւ Զապորոժեն։ Չեռնիգովը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկված էր մեր եթերի պատրաստման պահին։ Էներգետիկները աշխատում են ժամ առաջ վերականգնել վնասված հանգույցները։ Խարկովում ռուսական բանակը դրոններ է օգտագործել հիվանդանոցի եւ ծննդատան վրա հարվածներ հասցնելու համար։ Կիևում տուժել են նույն թաղամասերը, որոնք զրկվել էին էլեկտրականությունից եւ ջեռուցումից նախորդ երկու գնդակոծությունների ժամանակ։ Նորից գրեթե 6000 շենք մնացել է առանց ջերմամատակարարման, հիմա շտապ փորձում են վերականգնել։ Քաղաքում գործում են վթարային անջատումներ, կան լույսի, ջրի, իսկ որոշ թաղամասերում նաեւ ջեռուցման խափանումներ։ Ինչպես ասացի, այս ամենը կրկնում եմ տեղի է ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող այսպես կոչված բանակցությունների եւ ռազմաճակատում Ռուսաստանի ձախողումների ֆոնին։ Ըստ էության ոչ մի նոր բան չկա, ռազմաճակատում տապալումները Պուտինը փորձում է կոմպենսացնել իր լսարանի համար, նաեւ ցուցաբերում է իր իրական վերաբերմունքը Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ։ Այն որ ասում էր՝ «Մի ազգ», հա, զգում եք, չէ՞, որ այդ ամենը հենց ամենասկզբից իր համոզմունքը չէր, նա պարզապես ստում էր։ Ընդհանուր առմամբ գրանցվել է օդային հարձակման գրեթե 400 միջոց, մասնավորապես 396 օդային թիրախ, այդ թվում 2 ցիրկոն հականավային հրթիռ, 12 Խ-22-32 թևավոր հրթիռ, 6 Իսկանդեր M-S-300 բալիստիկ հրթիռ, 1 Խ-59-69 կառավարվող ավիահրթիռ եւ 375 հարվածային դրոններ Շահեդ, Գերբերա, Իտալմաս եւ այլ տեսակի, որոնցից մոտ 250-ը շահեդներ են։ Ինչպես տեսնում եք, հարվածային միջոցների տեսակներից կարծես ռուսական բանակը օգտագործել է այն ամենը, ինչ ուներ այդ պահին, քաղաքների ուղղությամբ հականավային հրթիռով հարվածելը, հենց այդ պաշաղի մասին է խոսում։ Ռուսների օդային հարձակումը հետ են մղել ուկրաինական ավիացիան, զենիթահրթիռային զորքերը, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները եւ շարժական կրակային խմբերը։ Առավոտյան նախնական տվյալներով ուկրաինական հոպի կողմից խոցվել եւ ճնշվել է 372 թիրախ, որից 15-ը հրթիռ եւ 357 տարբեր տեսակի դրոն։ Գրանցվել է 2 հրթիռի եւ 18 հարվածային դրոնի հարված 17 վայրում, ինչպես նաեւ բեկորների անկում եւս 12 վայրում։ Եվս 4 հրթիռի ճակատագիրը եթերի պատրաստման պահին դեռ հայտնի չէր, ամենայն հավանականությամբ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ճնշել են, միտեղ ընկել է, դեռ պարզապես հայտնաբերված չէ։ Ինչպես միշտ ուկրաինական կողմը տվյալները ներկայացնում է միայն ֆոտո-վիդեո ֆիքսացիայի հիման վրա։ Կիևում վնասվել են ենթակառուցվածքները եւ բնակելի շենքեր 5 թաղամասերում, հիմնականում նախորդ հարվածներից տուժված թաղամասերն են։ Ռուսաստանի յուրաքանչյուր նման հարված էներգետիկային ապացուցում է, որ չի կարելի հապաղել հոբ մատակարարումների հարցում, չի կարելի աչք փակել այս հարվածների վրա, պետք է պատասխանել եւ պատասխանել ուժով, ասել է նախագահ Զելենսկին, անդրադառնալով հերթական ռուսական օդային հարվածին։ Ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների արձագանքն ու օգնությունը, Patriot, NASAMS եւ մյուս բոլոր համակարգերի յուրաքանչյուր հրթիռ օգնում է պաշտպանել կրիտիկական ենթակառուցվածքները եւ օգնում է մարդկանց վերապրել ձմռան ցուրտը, նշել է նախագահ Զելենսկին։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է անպայման իրականացնել այն ամենը, ինչի շուրջ ինքը Դավոսում պայմանավորվել է Թրամփի հետ հոբ համակարգերի վերաբերյալ։ Ռուսաստանի գիշերային հարձակման հիմնական թիրախը կրկին էներգետիկան էր, մեջբերեմ էներգետիկայի վրա ռուսական յուրաքանչյուր նման հարված ապացուցում է, որ չի կարելի հապաղել հոբ մատակարարումների հարցում, չի կարելի աչք փակել այս հարվածների վրա, պետք է պատասխանել եւ պատասխանել ուժով։ Ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների արձագանքն ու օգնությունը, նշել է նախագահ։ Իդեպ հենց այն բանակցություններում, որոնք ընթանում էին Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև փոխզիջման ոչ մի նշան չկա, հայտնել էր Reuters-ը 3 առաջին օրվա իրադարձությունները ամփոփելով։ Կրեմլի մաքսիմալիստական պահանջները լուրջ խոչընդոտ են դարձել փոխզիջումների համար։ Այնուամենայնիվ, սպասենք տեսնենք այս հանդիպումների արդյունքները։ Ին վերաբերմունքը գիտեք, նախորդ եթերներում ասել եմ, առավոտյան Ուկրաինայի արտգործնախարարությունը
հանրապետությունը արդեն հայտարարել էր, որ Աբու Դաբիում Ռուսաստանի հետ բանակցությունները խզման եզրին են ուկրաինական քաղաքների զանգվածային գնդակոծության պատճառով Պուտինի հրթիռները հարվածեցին ոչ միայն ուկրաինացիներին, այլև բանակցություններին։ Ռուսաստանը շարունակում է խաղաղ բնակչության ցեղասպանությունը։ Այս բարբարոսական հանցագործությունը հերթական անգամ ապացուցեց, որ Պուտինի տեղը տրիբունալի մեղադրյալի աթոռին է ընդգծել է Ուկրաինայի արտգործնախարար Սիբիգան, իսկ ես մնում եմ իմ կարծիքին, ես արդեն իմ անունից ասեմ, որ Թրամփը մի կողմից պատժամիջոցներով եւ ստվերային նավատորմի նավերի կալանավորմամբ ճնշում է գործադրում Կրեմլի վրա, իսկ մյուս կողմից Պուտինի ձմռանը կիրառվող էներգետիկ տերորը Ուկրաինայի դեմ Թրամփը համարում է ճնշում Զելենսկու վրա։ Մենք դեռևս չենք լսել հստակ դատապարտում Թրամփի կամ նրա թիմի կողմից ուղղված Ռուսաստանի հարվածներին, էներգիայի ենթակառուցվածքներին, եւ Թրամփը Եվրոպայի ճնշման տակ ինչ-որ ժեստեր անում է Ուկրաինայի ուղղությամբ, բայց նրա հրապարակային դիրքորոշումը չեզոքությունն է, թեև ներկուստ նա ակնհայտ հակակրանք ունի Զելենսկու նկատմամբ եւ համակրանք ունի Թրամփը Պուտինի հանդեպ։ Պատճառների մասին բազմիցս խոսել ենք տարբեր փորձագետների հետ մեր եթերներում, ասածս արտահայտվում է նաև նախագահ Զելենսկու ուղղությամբ ուկրաինական տարբեր գործիչների կանոնավոր հարձակողական հռետորաբանությամբ։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ավելի սերտ են կապված Ամերիկայի հետ, արդեն պատրաստվում են հնարավոր ընտրությունների եւ ամեն տեսակ ոչ adekvat հայտարարություններով փորձում են ազդել Զելենսկու վարկանիշի վրա։ Ցավոք արդեն հստակ նկատելի է քաղաքականության ակտիվացումը բոլոր ոլորտներում։ Հենց այդ պատճառով խնդրում եմ մեր լսարանին ուշադրություն դարձրեք ուկրաինական պաշտոնական տեղեկատվությունը, մնացած ամեն ինչ արդեն խառնված է քաղաքականության հետ, նույնիսկ քաղաքապետ Կլիչկոյի տնտեսական հայտարարություններում արդեն կա քաղաքական կոմպոնենտ։ Մինչ մեր եթերի մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից։ Աբու Դաբիում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև բանակցությունները բեկում չեն մտցրել գլխավոր հարցում տարածքների վերաբերյալ, ինչպես հայտնում է CNBC-ին, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ փոխզիջման շուրջ։ Ըստ լրատվականի, Ամերիկայի մասնակցությունը որպես միջնորդ էական ազդեցություն չի ունեցել բանակցային գործընթացի վրա։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում պատվիրակությունների հանդիպման ժամանակ Կիևի ներկայացուցիչները բախվել են ճնշումների տարածքային հարցում, այդ թվում Վաշինգտոնի կողմից, որը պահանջում է օր առաջ համաձայնագիր կնքել ցանկացած գնով։ Այստեղ ես CNBC-ի տեղեկատվությանը պետք է հավելեմ, որ Վաշինգտոն կամ Ամերիկա ասելով իրենք ի նկատի ունեն Թրամփի ընկերոջ Ուիտկոֆին եւ Փեսա Կուշներին։ Չգիտեմ որքանով է ճիշտ կիրառել Ամերիկա կամ Վաշինգտոն բառերը, բայց սա CNBC-ի տեղեկատվությունն է։ Մոսկվան շարունակում է պնդել, որ Ուկրաինան նախքան մարտական գործողությունների դադարեցումը Ռուսաստանին փոխանցի ողջ Դոնբասը, ընդ որում խոսքը ոչ միայն զավթված շրջանների մասին է, այլ այն տարածքների, որոնք մնում են Կիևի վերահսկողության տակ։ Ռուս դիկտատոր Պուտինը սա համարում է պատերազմի դադարեցման առանցքային պայմանը։ Դե Կիևի դիրքորոշումը այս հարցում հայտնի է։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են պատերազմի դադարեցման պարամետրերը եւ երկխոսության հետագա տրամաբանությունը, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Սա CNBC-ի Inside-ն էր։ Սպասենք օֆիցիալ տեղեկատվության, սակայն չեմ կարծում, որ այլ բան լսենք պաշտոնական աղբյուրից։ Մի քիչ ռազմական թեմայից խոսենք, մինչև ռազմաճակատի թվերին անցնելը։ Երևի նկատեցիք ուկրաինական հոպի արդյունավետությունը, եթե մեր հոպը լավ չաշխատեր այս ռուսական գրողների ժամանակ, հետևանքները ողբերգական կլինեին։ Չնայած մեր քաղաքացիականներին եւ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները միևնույնն է պետք է փորձել առավելագույնս պակասեցնել։ Այդ պատճառով նախագահ Զելենսկին առաջադրանք է դրել նոր պաշտպանության նախարարի առաջ ուժեղացնել հոպի աշխատանքը եւ մաքսիմալ ավտոնոմացնել, որպեսզի գործընկերներից կախվածությունը պակասի, բյուրոկրատիայից խուսափելու համար եւ ոչ միայն բյուրոկրատիայից, սեփական զենքը մնում է սեփական զենք։ Ուկրաինան կառուցում է արհեստական բանականության վրա հիմնված հոպ նոր համակարգ մեր քաղաքների վրա թշնամու հարձակումները ել ավելի արդյունավետ հետ մղելու համար, իսկ պաշտպանության նոր նախարար Միխայել Ֆյոդորովը սահմանել է Ուկրաինայի ռազմավարական նպատակը ամեն ամիս ռուսական բանակին պատճառել մինչև 50,000 կենթանի ուժի կորուստ։
Ֆյոդորովի խոսքով անցյալ ամիս պաշտպանության ուժերը լիկվիդացրել են 35,000 ռուս զինվորականի եւ այս բոլոր տվյալները հաստատված են տեսանյութերով։ Մեջբերեմ ռազմավարական նպատակն է ամսական սպանել 50,000 օկուպանտ, եթե հասնենք այն ցուցանիշին, կտեսնենք թե ինչ կլինի թշնամու հետ, նշել է Ֆյոդորովը։ Մոսկվան մարդկանց դիտարկում է որպես սպառվող նյութ, սակայն կենթանի ուժի համալրման խնդիրները գնալով ավելի ակնհայտ են դառնում Պուտինի մոտ։ Այս մասին հավելել է Ուկրաինայի նորանշանակ պաշտպանության նախարարը։ Իդեպ Ուկրաինան ակնկալում է Ամերիկայից որպես ռազմական օգնություն ստանալ լազերային ուղղորդմամբ հրետանային արկեր, որոնք աչքի են ընկնում բարձր ճշգրտությամբ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Դե օգնություն բառը այստեղ պայմանական է, մենք պատրաստ ենք գնել դրանք։ Իդեպ Չեխիայի բանակը դեմ չէ Ուկրաինային 4 L-159 ինքնաթիռների փոխանցմանը, սակայն նշում է, որ որոշումը քաղաքական գործիչներինն է։ Այն սրա մասին էի ասում, երբ ասում էի բյուրոկրատիան, շատ երկար ժամանակ է անցնում, ասենք ինչ որ զենք տրամադրելու մասին հայտարարությունից մինչև իրական տրամադրումը, Այս ֆոնին Ուկրաինան օգտագործում է ամեն ինչ, ինչը հնարավոր է օգտագործել ռազմաճակատում։ Հետաքրքիր նորություն, Ուկրաինան վերականգնում է խոցված ռուսական շահեդների շարժիչները, տեղադրում է դրոնների վրա եւ հարվածում է Ռուսաստանին։ Ուկրաինացի մասնագետները ռուսական զենքը պաշտպանության ռեսուրսի վերածելու միջոց են գտել։ Խոցված շահեդների շարժիչները այժմ վերանորոգվում եւ տեղադրվում են ուկրաինական դրոնների մեջ։ Իդեպ Ուկրաինայի պաշտպանության ուժերին 25 թվականին հաջողվել է անձնակազմի կորուստների թիվը նվազեցնել 13-ով 24 թվականի համեմատ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ 25 թվականին Ուկրաինայի զինված ուժերը տապալել են ռուս օկուպանտների ծրագրերը եւ ստիպել նրանց բազմիցս հետաձգել նախանշված ռազմական գործողությունները։ 2025 թվականին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը զգալիորեն ավելացրել է հայրենական զենքի գնումները ուկրաինական զինուժի կարիքների համար։ Ուկրաինական զենքի գնումները գերազանցել են արդեն 400 միլիարդ դոլարի շեմը։ Ուկրաինական զինուժի կարիքների համար գնումներում ռազմական նշանակության ներմուծվող ապրանքների մասնաբաժինը տարվա ընթացքում 54%-ից նվազել է մինչև 18%-ի, այսինքն ներմուծվողը 1/5-ից էլ պակաս է։ Զգում եք, չէ՞, ուկրաինական զենքի արտադրությունը ինչպես է փոխվում մեր աչքի առաջ։ 2026 թվականի դրությամբ ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի հզորությունները թույլ են տալիս տարեկան արտադրել ավելի քան 8 միլիոն FPV դրոններ, ինչն աննախադեպ ցուցանիշ է պատերազմ վարող ցանկացած երկրի համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը։ Խոսքը ավելի քան 160 տարբեր մասշտաբի ուկրաինական ընկերությունների մասին է, խոշոր գործարաններից մինչև նորարարական ձեռնարկություններ, որոնք մասնագիտացված են դրոնների համակարգերի ոլորտում եւ Ուկրաինայում արտադրում են FPV դրոններ։ Ռազմաճակատում անցած մեկ օրվա ընթացքում տեղի ունեցել 136 մարտական բախում, Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռուսական 7 կենտրոնացված դիրքերի, զավթիչները նորից ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Պոկրովսկի ուղղությամբ 41 գրոհի փորձով, Գուլյայպոլիի ուղղությամբ 22 գրոհով, Կոնստանտինովկայի ուղղությամբ 20 գրոհի փորձով։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են եւս 930 ռուս օկուպանտի եւ 899 միավոր նրանց զինտեխնիկան եւ սպառազինությունը։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ ուկրաինական գենշտաբի տվյալների կազմել են արդեն 1,233,020 օկուպանտ։ 3 ռուսական բանակը ավիառումբ էր նետել հենց իրենց Բելգրադի բնակելի շենքերի մոտ, ստիպված էին եղել տարհանել 1600 բնակչի։ Դե սա Ռուսաստանն է, միայն ասենք Ուկրաինայի բնակիչներին չի նեղություն տալիս, նաեւ իրենց բնակչությանը։ Չեմ ուզում շատ երկարացնել շաբաթ օրվա եթերը, հինգշաբթի եւ ուրբաթ բավականին ծավալուն եթերներ եմ թողարկել, ովքեր դեռ չեն տեսել, անպայման դիտեք, որպեսզի պատկերը ամբողջական լինի։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը։ Հուսամ կհանդիպենք արդեն վաղը, բարով մնաք։